Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ, Պարոն Բլեյան, օրվա կարևոր լուրից սկսենք, Դավոսում մեկնարկել է Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի առաջի կամ հանդիպումը հիմնադիր անդամների կամ այսպես ասենք անդամների, ինչ է իրենից նշանակում Թրամփի այս նախաձեռնությունը, որքանով է այլուրջ եւ ինչ հեռանկար կունենա այն։ Կարծում եմ շատերը ովքեր մասնակցում են, իրենք նույնպես այդ հարցադրումը տալիս են, որովհետև իրականում դա կարող է դառնալ ՄԱԿ-ի զուգահեռ կամ ՄԱԿ-ին հաջորդող մի նոր միջազգային կառույց, որովհետև մենք հասկանում ենք եւ տեսնում ենք, որ ՄԱԿ-ը որպես միջազգային կառույց գրեթե չի գործում։ Մենք նաեւ տեսնում ենք, որ միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհն է խարխլած։ Այդ աշխարհակարգը, որը թրծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փորձություններով անցել էր Սառը պատերազմի ընթացքում եւ այժմ առնվազն 2008 թվականից հետո երբ Ռուսաստանը ներխուժեցավ Վրաստան, հետո 14 թվականին, երբ արդեն Եվրոպայի սրտում տարածքներ էին անեքսվում Ղրիմի տեսքով, եւ առավել եւս 2022 թվականին, երբ արդեն լայնամասշտաբ պատերազմ սկսվեց Եվրոպայի սրտում, մենք տեսնում ենք, որ այն որ մի երկրի կողմից, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդ որում մի երկիր, որը պատասխանատվություն էր ստանձնել այս նույն երկրի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ։ Հետևաբար բնական է, որ այստեղ խնդիրներ կան եւ ինչպես օրինակ Կանադայի վարչապետը շատ ճիշտ ազդարարեց հենց այդ Դավոսի տնտեսական ժողովի ժամանակ, որ միջազգային իրավունք դեռևս չի գործում եւ պետք են նոր միավորումներ, բայց մյուս կողմից շատ լավ է, որ Դոնալդ Թրամփը ես ակնկալում եմ, որ այդպես էլ կլինի, բայց իր հռետորաբանությունը իրոք այս անգամ մի փոքր լարվածություններ առաջացնում Գրենլանդիայի հետ կապված եւ ես շատ ուրախ եմ, որ արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարերը իրենք եկան համաձայնության եւ փաստորեն Գրենլանդիան չի գրավի, պարոն նախագահը։ Թրամփի մտքերը անկանխատեսելի են։ Պարոն Բլեյան, Թրամփի մյուս գաղափարը, որը անմիջապես առնչվում է մեզ, կարծես գործնական փուլ է մտնում, triple նկատի ունեմ։ Ոգևորված են իշխանությունները, նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները նույնպես բավական խոսիլը փոխվել է Ալիևի, անհանգիստ են մեր ընդդիմությունը ինչու։ Այսպես կոչված, որովհետև ես իրենց համարում եմ, իրենք ընդդիմություն են ցանկացած մի լավ բանի, որը կարող է տեղի ունենալ եւ տեղի ունենում Հայաստանում։ Իրենք թերապես ընդդիմություն են մեր պետականությանը եւ մեր գոյությանը։ Մենք էլ ենք ոգևորված, որովհետև իրականում մենք տեսնում ենք, որ Հայաստանը օբյեկտից վերածվում է սուբյեկտի։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանը նույնպես հրավեր է ստացել եւ ես շատ ուրախ եմ, որ իշխանությունը հավանություն է տվել մասնակցելու եւ արդեն վարչապետն այնտեղ է, այո, մենք պետք է այդ ճաշասեղանին լինենք, որտեւ եթե մենք ճաշասեղանին չենք, ապա մենք մենյուն կլինենք։ Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանը այդ սեղանին է եւ Հայաստանը այդ սեղանի շուրջ է իշնորհիվ օգոստոսի 8-ի համաձայնությունների։ Իշնորհիվ այն բանի, որ մենք կարողացանք դիմագրավել նոյեմբերի 9-րդ կետի իրագործմանը։ Ինչպես նույն այսպես կոչված ընդդիմադիրները մեզ ուզում են համոզել, որ դա անայլանդրանք մի իրավիճակ է։ Հայաստանը զիջել է կապիտուլյացիա միջանցք ենք տվել։ Նոյեմբերի 9-րդ կետի մասն եմ ասում։ Իրենք դա առաջարկում են որպես մի անայլանդրանք մի բան, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ։ Եվ շատ ճիշտ եք ասում, երբ արդեն տեղի ունեցավ օգոստոսի 8-ի համաձայնությունները, իրենք ասում են, դե հիմա ինչ կապ ունի, փաստորեն ռուսերին չէիք ուզում տայիք միջանցքը, տվեցիք ամերիկացիներին։ Սա է իրենց պատկերացրածը։ Իսկ իրենց ուսածը, որ այդ մեր տարածքի այդ հատվածը վերահսկեր Ռուսաստան։ Որովհետև դրանով պատուհան էր բացվում, որ Սյունիքում կրակային օջախ կբացվի։ Որովհետև եթե այլևս չկա կրակային օջախ Ղարաբաղի տարածքում, այստեղ մի նոր կրակային օջախ է պետք։ Ինչու՞։ Որովհետև որտեղ կան կրակային օջախներ, այնտեղ կա Ռուսաստան։ Այնտեղ կա հնարավորություն արիշ-վերիշների միջոցով նորից օրինակ ադրբեջանցիների հետ լավ հարաբերություններ հաստատել ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքների եւ այս ընդդիմությունը սպասում էր, ակնկալում էր, որ ի վերջո նույնիսկ եթե մենք չենք համաձայնվում նոյեմբերի 9-րդ կետի իրագործմանը, գոնե Ադրբեջանը բռնի ուժով վերջապես կհանդգնի եւ կգնա եւ կհարցակվի եւ կփորձի բռնի ուժով վերցնել այդ տարածքը։ Որովհետև իրականում իրենց համար կարևոր չէ, թե իրանք ինչ ճանապարհով են գալիս իշխանության։ Իրենց համար կարևոր չէ, իրենք խտրականություն չեն դնում միջոցների մեջ
իշխանությանը հասնելու եւ իրենց Կրեմլի տիրոջը հաշվետու լինելու համար։ Սա է ամբողջը։ Եվ եթե կհիշեք, օրինակ Իսրայելա-իրանական պատերազմի ժամանակ այս վերջին 12 օրը իրենք ինչ էին գուժում։ Վերջ, սկսվեց, հեսա կտեսնեք։ Եկեղեցիում մոմ էին վառում, ասում են Ադրբեջան, դե հարցակվի, ստախ կռիվ ա գնում։ Խառը վիճակներ են, ընտիր վիճակը, հարցակվի բա։ Ես շատ ուրախ եմ, որ Ադրբեջանի նախագահը ի վերջապես հասկացա, որ ժամանակն է լինել ավելի կառուցողական, չլինել ռուսական պրոքսի այս տարածաշրջանում։ Գիշեք թուրքական խորհրդարանում տարատեսակ պատգամավորներ իրենց ելույթներում երբեմն նախազգուշացողական հայտարարություններ են անում Իլհամ Ալիևին, որպեսզի չդառնա գործիք Ռուսաստանի ձեռքերում այս տարածաշրջանում։ Դե այս պայն մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևը դարձել է շատ ավելի կառուցողական եւ նույնիսկ ձեր եթերում ես հիշում եմ մենք խոսում ենք, որ ասում է, որ Դոնալդ Թրամփն է այն միակ նախագահը, ում Իլհամ Ալիևը շատ դժկամությամբ կասի ոչ եւ ամենահնագվանականությամբ չի ասի ոչ եւ հենց դա այդպես էլ տեղի ունեցավ եւ եկեք ուրախ լինենք, որ օգոստոսի 8-ը գործնական փուլ է մտնում, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո այլ օգոստոսի 8-եր պետք է հայտ կան։ Այլ հնարավորություններ պետք է հայտ կան։ Մենք չպետք է ամբողջությամբ ապավինենք այդ օգոստոսի 8-ի համաձայնություններին կամ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, մենք պետք է հայ-անգլիական հարաբերությունները զարգացնենք, հայ-ֆրանսիական վերջապես այդ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը ստորագրենք, տեսնենք թե ինչ է ներառվում մեջը եւ այսպես շարունակ ագին գործ կանելու դեռ։ Եվ հետզհետե նաեւ նվազեցնենք մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որը շարունակում է մնալ մեր ամենախոցելի մասը։ Պավլյան, այս զարգացումների ֆոնին Ռուսաստանից Սալավիովները, Դուգինները բավական կտրուկ, սադրիչ, սպառնալից խոսույթով են հանդես գալիս, ընդհանուր մինչև Հայաստանի դեմ ռազմական հատուկ օպերացիա իրականացնելու, նո իրենց հետ բարձ էր ամեն ինչ, բայց այստեղ փաստորեն եղան մարդիկ, ովքեր ծափահարեցին նրանց։ Ես կարծում եմ Սոլովյովի եւ Դուգինի խոսույթում կան քրեական հատկանիշներ, ահաբեկչության հատկանիշներ։ Ես կարծում եմ այստեղ քրեական վարույթի հարց կա։ Եվ այն մարդիկ, այն ուժերը, որոնք այստեղից ծափողջուներով դիմավորեցին այդ երկու հայտարարությունները, Սոլովյովի եւ Դուգինի, կարծում նույնպես պետք է ընկնեն այդ քրեական պատասխանատվության տակ, որովհետեւ եթե դու ակնկալում ես, որ որևէ այլ երկիր պետք է գա եւ ռազմական հատուկ գործողություններ իրականացնի քո երկրում, եւ դու ասում ես այո, այս ինչ լավ բան եք ասում, ուշացնում եք, եկեք, դա նորմալ չէ։ Դու ինչ գործ ունես այս երկրում։ Ուրեմն կամ դու պետք է չապրես այս երկրում, կամ դու պետք է այս երկրում մեկուսացված ապրես։ Այստեղ իրավապահ մարմինները կարծում եմ աշխատանք ունեն անելու, որ նորմալ չէ։ Դա նորմալ չէ, թե դու ակնկալում ես, որ որևէ ուրիշ երկիր ռազմական օպերացիա իրականացնի քո երկրում։ Գիտեք, եթե մենք Իրանում լինեինք եւ տասնյակ տարիներ շարունակ մենք գտնվեինք, հա, այաթոլլաների հետ օկուպացիայի տակ եւ այնտեղից մենք ասենք այո, ճիշտ ես ասում, Թրամփ, խնդրում եմ հարվածի, դա լրիվ այլ իրավիճակ կլինի։ Բայց այս պարագայում, երբ մենք այլևս ուզուրպացված իշխանություն չունենք, չի կարելի նման հայտարարություններով հանդես գալ։ Ես կարծիքով Հայաստանը օկուպացված է։ Ում կողմից այստեղի այդ մտակենտրոնների։ Դե իրենց կարծիքով նոյեմբերի 9-րդ կետը այն բաղձալի համաձայնագիրն էր, որը Հայաստանը պետք է իրագործեր եւ Մեղրի միջանցքը լաչինացվեր։ Հետո որ Սյունիքը Ղարաբաղացվեր եւ այսպես շարունակ։ Ես դրա համար կարծում եմ նաեւ իրավապահ համակարգը պետք է այստեղ աշխատի նաեւ անառումով, որ այն քաղաքական ուժերը, որոնք սպասարկում են այդ նարատիվները, իրենք պետք է քաղաքական process-ներից դուրս բերվեն իրավական մակարդակում եւ դա կլինի լրիվ ժողովրդավարական։ Պավլյան, Հայաստանը մոտենում է մտնում է նախընտրական փուլ, սա միայն ներքին քաղաքական հարց չի, հատկապես այս տարվա ընտրությունները, պարզ է երևում է արդեն, շատ ուժեր են սկսել ակտիվանալ, դաշնակցականները մնացածի մի փոքր, մեծ ու փոքր ուժեր սկսել են հայտարարել, որ փողոցային շարժում պետք է սկսել, ընդհանրապես ինչ զարգացումներ է կանխատեսում այս ամիսներին առաջիկա այս շաբաթներին։ Բոլոր այն ուժերը, որոնք հանդես կգան Հայաստանում իշխանափոխության հասնելու հնարավորությունից, իրենք ստելու են։
որովհետև միանշանակ է, որ չկա որևէ կուսակցություն, քաղաքական ուժ, որը 26 թվականին կկարողանա քաղաքացիական պայմանագրից բացի կկարողանա իշխանություն ձևավորել։ Դա միանշանակ է։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի օրինակ մեր կուսակցությունը հանդես է գալիս անդիմափոխության կարևորությամբ, որովհետև անդիմությունը դա նույնպես իշխանություն է։ Անդիմությունը դա իշխանության անդիմադիր հատվածն է, դա այլընտրանքային իշխանությունն է, դա հաջորդ հնարավոր իշխանությունն է։ Այստեղ է շատ կարևոր, որպեսզի Հայաստանում եւ վերջապես 26 թվականին ձևավորվի այնպիսի անդիմություն, որը չի երազի, որ Հայաստանի վրա ռազմական հարձակում լինի, որպեսզի դրա արդյունքում իրեն գան իշխանության, այլ հակառակը կունենա իր մարտավարական կամ ռազմավարական տակտիկական ինչ-որ տարբերությունները, իշխանության հետ քննարկումներ կլինեն, այդ գզվրտոցը ի վերջապես կդադարի ազգային ժողովում եւ այնտեղ կլինեն ուժեր, որոնց միտված կլինեն Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանն ու թարապես պետության հարատեվությանը։ Այստեղ է շատ կարևոր։ Եվ որպեսզի քաղաքացիս էլ ազգային ժողովի հետ նիստերը նայելուց չմտածի, որ ընդդիմություն կա բոբոյա։ Ընդդիմությունը բոբո չի։ Ընդդիմությունը այլընտրանքային իշխանությունն է։ Ընդդիմությունը պետք է նաև այն ուժն է, որը ստիպելու է իշխանության գնալ քայլերի, որոնց օրինակ որոշ չափով իրենք դանդաղում են կամ չունեն համապատասխան ունակություններ, մասնագիտական, փորձառնական, տարատեսակ հարցեր կան։ Կամ կաշկանդված են գնալու ինչ քայլերի դիցուկ որպես իշխանություն։ Այդտեղ նաև ընդդիմությունը պետք է բերի այդ օրինագծերը, հայտարարությունները, քննարկումները։ Այսպեսի ընդդիմություն է մեզ պետք։ Իսկ մնացած այդ բաները ես կարծում եմ Դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանը որպես անկուսակցական, Սամվել Կարապետյանի ձևավորված այդ ուժը, այդ կուսակցությունը, առնվազն այս 5 ուժերը իրանք չպետք է իրավունք ունենան մասնակցել քաղաքական process-ների, որտեղ իրենք այդ 5-ն էլ կամ մասնակցել են իշխանության զավթմանը բռնի կերպով, կամ սպասարկել ու սատարել են այդ գործընթացին։ Եվ այսօր հանդես են գալիս պրոռուսական գծից։ Իսկ կներեք, մենք կարող ենք լինել տարբեր ուղղություններով։ Կարելի է լինել պրոիրանական, պրոհնդկական, պրոեվրոպական, պրոամերիկյան, պրոավստրալիական, պրոռուսական հնարավոր չի լինել։ Ինչու՞։ Որովհետև պրոռուսականը դա հակահայկական է, որտեղ Ռուսաստանի շահերից չի բխում, որպեսզի Հայաստանը բարգավաճի։ Ինչ չկան պրոադրբեջանական կուսակցություններ կամ պրոթուրքական կուսակցություններ։ Թող իրենք էլ հանդես գան։ Դա նորմալ կլինի։ Բայց ով ասաց, որ պրոռուսականը նորմալ է։ Սոլովյևի դուգինի պրոռուսականը Հայաստանում ռազմական օպերացիա իրագործելն է։ Հիմա կուսակցությունը հանդես է գալիս պրոռուսական, որ ինչ, որ օգնեն, որպեսզի այստեղ իրագործվի։ Պրոռուսական նշանակում է հակահայկական, վերջ։ Ես պրոռուսական, ընդ որում ես նկատում եմ իշխանության գործելավոճին։ Իսեր ասում ես, չեմ ասում ռուսները վատ են, ռուսաստանցիները վատ են, ամեն ազգի մեջ էլ լավ ու վատը կա, այդ թվում մեր մոտ։ Խոսքը գնում է իշխանության մասին։ Պամելյան, բայց արդյոք համամիտ եք, որ Ռուսաստանն է փորձում Հայաստանում ընդդիմության փոփոխություն անել։ Կարծես Քոչարյանը, Սարգսյանը եւ այդ մյուս ուժերը երկրորդ պլան են մղվել, առաջի պլան են եկել Սամվել Կարապետյանը եւ նրա ընտանիքի անդամները, ովքեր որսորդներ են փնտրում եւ մեկ դրամանոց աշխատավարձ ստացող վարչապետի տեխնացու։ Իհարկե, ընդ որում գիտեք, ես մեծ տարբերություն չեմ դնում Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։ Սամվել Կարապետյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կնքայերը քաղաքական։ Եվ այո, Նարեկ Կարապետյան, քո հորեղբոր քաղաքական սանիկ Ռոբերտ Քոչարյանն էր գնում որսի Տանզանիաներում եւ այլուր, նաեւ որսի էին գնում Հայաստանի քաղաքական ասպարեզում, անդիմադիրներ էին որսում, սպանում, կրակում, ծեծում։ Այդ ժամանակաշրջանն անցել է։ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ դեռ 90-ականներն էր, երբ իրենք գնում էին Ռուսաստանի փողոցներում որսի եւ փող աշխատում։ Այժմ որսի ժամանակը չէ։ Այժմ գործելու ժամանակ է։ Իրենք եթե ուզում են որսով զբաղվեն, թող վերադառնան իրենց մայրենիք Ռուսաստանը։ Հայաստանում մենք ոչ թե որսով ենք զբաղված, Հայաստանում մենք զբաղված ենք պետականաշինությամբ։
քաղաքացիական գիտակցության բարձրացմամբ։ Իրենց համար այդ երկու հայտարարությունները թափես օտար են։ Իրենք չգիտեն պետականամետություն ինչ է, ինչ պետական, որ պետականությունը, այն պետականությունը, որ կարելի է վաճառել եւ մտցնել նյութական պետություն, Բելարուս, Ռուսաստան։ Իրենք այդ են պատկերացնում։ Իրենց ուղեղը չի ընկալում թարապես ժողովրդավարություն, դեմոկրատիա, դրանք ինչ են, ինչ մարդու իրավունքներ, ինչ մտքի խոսք, ինչ խղճի խոսք, չկա այդպիսի բան։ Եվ դրա համար իրենք դա են մտածում։ Պարոն Բլեյան, եկեղեցին բավական տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել եպիսկոպոսատ ժողով գումարել Հայաստանի տարածքից դուրս, սա նախադեպ է եկեղեցու պատմության մեջ, ոնց կմեկնաբանեք եկեղեցու Մայրաթորի այս նախաձեռնությունը, այս գաղափարը։ Դե ուրախ եմ, որ Մոսկվայում չեն որոշել այդ ոնց է դիտավորյալ են արել, որ սլակները չողեն, հա։ Ես չգիտեմ ի վերջո երբ կհասկանա կաթողիկոսը, որ այսպես շարունակել անիմաստ է։ Եվ թարապես պետք է նաև մի փոքր մտածես Հայաստանի առաքելական եկեղեցու մասին։ Իսկ եթե դու մտածում ես Հայաստանի առաքելական եկեղեցու մասին, դու պետք է հասկանաս, որ դու արդեն սպառել ես քեզ։ Այ ճիշտ է, ես նախորդ հարցին դուք հարցրեցիք, Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը իրենց սպառել են որպես դիմադիրներ, դրա համար Ռուսաստանը հիմա ստավկա է արել Սամվել Կարապետյանի վրա։ Հիմա եկեղեցին էլ պետք է հասկանա, որ Գարեգին կաթողիկոսն իրեն սպառել է արդեն։ Բայց իրեն թույլ չեն տալիս, որ նա հեռանա։ Նույն Կրեմլը։ Ինչու՞։ Որովհետև այս նախընտրական շրջանում պետք է օգտագործվի այդ խաղաքարտը, որպեսզի ազդեն մարդկանց գիտակցության վրա, հույզերի վրա, որպեսզի ցույց տա, որ օրինակ Սամվել Կարապետյանի ուժը հանդես է գալիս եկեղեցու պաշտպանության դիրքերից, եւ որ այս իշխանությունը եւ այն մեր նման դիմադիրները իրենք բոբո են, հակաեկեղեցական են, հակակրոնական են, սորոսական են, չգիտեմ ինչ ուզում են ասեն։ Եվ այստեղ եկեղեցուն իրենք պետք է օգտագործեն։ Եվ սովորական քաղաքացիս, որը շատ չի խորանում, շատ չի մանրանում, եւ պարտավոր չէ երևի թե այդքան խորանա։ Դա միգուցե կսկսի հասկանալ, մտածել, ինչ-որ բաներ մտածել, թե իսկ կարող է իրականում այո Գարգին բը կաթողիկոսը եկեղեցու մասն է մտածում, փորձել են օգտագործեն։ Այդ իսկ պատճառով իրենք իհարկե մենք տեսնելու ենք թե ցույցեր, թե տարատեսակ հավաքներ, շարունակվող կեղծ հրապարակումներ, միջազգային հարթակներում, ինչին մասնագիտացված է արդեն Նարեկ Կարապետյանը։ Ցանկացած բան, որքան հնարավոր է իրենք հարվածելու են Հայաստանի Հանրապետության առաջընթացին, որովհետև իրենք հասկանում են, որ ցանկացած լավ բան, որին Հայաստանը հասել է, դա հօգուտ Նիկոլ Փաշինյանին է, հետևաբար պետք է հարվածել։ Չկա խտրականություն։ Լավ բան է արվել, վերջ, պետք է հարվածենք։ Պետք է փորձենք նվազեցնենք դրա կարևորությունը։ Եվ հակառակը ցույց տանք, որ իրականում դա շատ վնասակար է։ Օգոստոսի 8-ը շատ վնասակար է։ Եվ այսպես շարունակ։ Միակ բանը, որ իրանք չեն կարող ձեռ տալ, դա Ռուսաստանն է, դա Սուրբ կով է։ Ինչ որ կապված է Ռուսաստանից, իրենք միշտ ճիշտ են։ Ընդ որում, երբ Սոլովյովի եւ Դուգինի մասնավորապես Սոլովյովի հայտարարությունները եղան, դաշնակցականներն ինչ էին ասում։ Դե հիմա մարդը մի բան էլ ասեց, բա որ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են բան եւ այլն։ Սա իրանց պատկերացրածը։ Անհաջող արտահայտություն է, էլի մարդը հիմա մի բաժակ խմել էր, երկու բան էր ասել։ Իդեպ կարծեմ այսօր նաև ես չհասցրեցի ծանոթանալ, բայց Ռուսաստանի Դաշնության պատգամավորներից մեկն էլ էր նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկել, այլ պետք է ուսումնասիրել։ Ես կարծում եմ, որ դա շարունակվելու է եւ մենք պետք է փակենք նաև այն խոսող բերանները, լրատվականները, որոնք կայծակնային արագությամբ տարածում են այդ ամենը Հայաստանում։ Որովհետև միգուցե մեզ թվում է թե սովորական քաղաքացու վրա դա չի ազդում, բայց կան մարդիկ, ում վրա ազդում է եւ սկսում են հավատալ։ Շնորհակալություն։ Միշտ սիրով։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք առայժմ։